Առաջին դասարանում, երբ տառերի կեսը գիտեի, ստիպված են բառերն էի օգտագործում, որ այդ տառերը անցել եմ, նայած էլի տառասխալներով էի գրում, բայց մանկուց սկսել եմ գրել։ 6 տարեկանում Գևորգը թղթին էր հանձնում մանկական երևակայությունները։ Դպրոցում արդեն հայ եւ արտասահմանյան գրականությանը ծանոթացավ, ընթերցանությունը դարձավ սիրելի զբաղմունքը։ Առաջինները մեկը Դորիան Գրեյի դիմանկարներ, մյուսը Խաչագողի հիշատակարանն է, դրանից ստացվեց ինչ ֆանտաստիկ բան է այս ընթերցանությունը էլի։ Ամենահետաքրքիր ու արժեքավոր բանն է, որ կարաս իմաստունի ժամանակը դրա վրա ծախսես, որ այս պարագայում վատնելը չի։ Գրքերի աշխարհին սիրահարված պատանին սկսեց ավելի շատ ստեղծագործել, ոգևորում էին նաև հարազատները։ 17 տարեկան էր եւ որոշեց իր պատմվածքներից մեկն ուղարկել գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին։ Մի լավ տենց վատաբանեց։ Հետո 10 տարի անցավ, այդ ընթացքում դե փորձում էի գրելս ավելի լավարկել, կարդում էի, մի խոսքով փորձարկումների մեջ էի, գրեթե հերթում տպվեց պատմվածք, անանուն էր Ջեսահ մականվամբ, չգիտեր էլի որ ես եմ, կարդացել ասել էր ով է, տպենք։ Գևորգի առաջին գործը Անակենթանը տպագրվեց Ջեսահ կեղծանվամբ եւ այդպես մինչեւ այսօր։ Միշտ տենց մի հատ երազանք ունեի, մտնեի գրախանութ ու կարծիք հարցնեի գրավաճառից, ինչ ճանաչելով տեսնեի գրքից ինչ կխոսեր։ Երիտասարդ արձակագիրն ընթերցողի դատին է հանձնում իր արդեն 3-րդ գիրքը՝ Սպանություն դրախտում վեպը։ Այն ֆանտաստիկ եւ դետեկտիվ ժանրերի համադրություն է։ Հեղինակը պատմում է դրախտում կատարված հանցագործությունների մասին, որոնք փորձում է բացահայտել հայ քննիչը։ Այդ խորհրդավոր հանցագործությունները, որոնք իրենք բնորոշում են որպես սպանություն, չեն կարողանում տեղի ռեսուրսով բացահայտել հրեշտակապետներն ու հոգիները ու ստիպված դրա դժողքից օգնության են կանչում հայազգի Մել Սիսայանին, որը նախկինում քննիչ է եղել, կատակով ծանոթներս ասում են դրախտում քննիչ չեղել, դժողքից են բերել։ Ջեսահը նախատեսում է վեպը հրապարակել նաև անգլերեն։ Վստահ է, Սպանություն դրախտումը կհետաքրքրի նաև օտար ընթերցողներին։ Արամ Մարանդյան, Արամ Հարությունյան, լուրեր։